Փետրվարը բերում է յուրահատուկ էներգիա, ոչ թե բարձր, այլ կենտրոնացած, ինչպես լամպ, որը լուսավորում է հնարավորությունները հենց այնտեղ, որտեղ դուք պատրաստ եք գործել մտածված եւ արագ։ Այս ամիս բախտը կնպաստի նրանց, ովքեր համատեղում են խոհեմությունը պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության հետ, ինչպես նաև նրանց, ովքեր գիտեն, թե ինչպես գաղափարը վերածել շահույթի։ Ստորև ես մանրամասն կներկայացնեմ 3 նշան, որոնք ունեն իրական ֆինանսական առաջընթացի հատկապես բարձր հնարավորություն, թե ինչ մեխանիզմներ կաշխատեն նրանց օգտին եւ ինչ գործնական քայլեր կօգնեն ամրապնդել նրանց հաջողությունը։ Ցուլ հանգիստ վստահություն եւ փող, որը հնազանդորեն հետևում է բանականությանը։ Ցուլը փետրվարին կմտնի որպես մեկը, ով միշտ ձեռքի տակ ունի գործնական ծրագիր։ Փողը կգա այնտեղ, որտեղ դուք արդեն ստեղծել եք համակարգ, ուշադիր կառավարվող բյուջե, եկամտի հաստատված աղբյուրներ եւ բանակցելու ունակություն։ Ձեր ուժը կայանում է նրանում, որ դուք հեռանկարներ եք տեսնում ոչ թե խոսքերով, այլ թվերով։ Այժմ սա սովորական առաջարկները վերածում է իրական շահույթի։ Շատ ցուլերի համար սա արդյունավետության բարձրացման ժամանակ է։ Աննշան ծախսերի օպտիմալացումը եւ ներդրումների վերաբաշխումը կստեղծեն անվճար միջոցներ։ Աշխատանքի վայրում բոնուսներ հնարավոր են կայուն եւ բարձրորակ աշխատանքի կամ երկար ժամանակ կատարելագործված, թարմացված ապրանքից կամ ծառայությունից եկամտի համար։ Ինչ անել։ Վերլուծեք ձեր ներկայիս եկամտներն ու ծախսերը, ստեղծեք կարճաժամկետ ֆինանսական պլան եւ թողեք որոշակի պահուստներ հնարավոր հնարավորությունների համար։ Միանվագ վճարումներ ստանալիս մի անտեսեք հարկային նկատառումները։ Եթե լրացուցիչ եկամտի հնարավորություն է առաջանում, առաջնահերթություն տվեք այն գաղափարներին, որոնք պահանջում են նվազագույն ներդրումներ եւ ունեն արագ եկամտաբերություն։ Զգացմունքային առումով հույսը դրեք ռիթմը պահպանելու ձեր ունակության վրա։ Սա ձեզ առավելություն կտա, երբ անհրաժեշտ լինի վճռականորեն ամրապնդել ձեր արդյունքներ։ Այծեղ ջուր։ Գործունեության մրիկ եւ այն պահը, երբ անցյալի աշխատանքը պտուղ է տալիս։ Այծեղ ջուրների համար փետրվարը կարող է լինել այն ժամանակը, երբ ուշադիր ներդրված ջանքերը կդրսևորվեն կոնկրետ ֆինանսական նվաճումներով։ Հնարավոր են խոշոր պատվերներ, պայմանագրային փոխհատուցում կամ եկամտի աճ, պատասխանատվության աճի շնորհիվ։ Այս ամիսը բարենպաստ է պաշտոնի բարձրացման շուրջ բանակցությունների, երկարաժամկետ համաձայնագրերի ձևակերպման կամ ապրանքը դրամայնացման հաջորդ մակարդակի հասցնելու համար։ Կարևոր է գործել բիզնես հմտությամբ, պատրաստել փաստարկներ, թվեր եւ ձեր նվաճումների հստակ ներկայացում։ Սա կբարձրացնի շոշափելի ֆինանսական եկամուտներ ստանալու հնարավորությունները։ Ինչ անել։ Պատրաստել ձեր ֆինանսական պահանջների հիմնավորումը, վերանայել գործող պայմանագրերի պայմանները եւ մի վախեցեք առաջարկել այնպիսի տարբերակներ, որոնք օգտակար կլինեն ինչպես ձեզ, այնպես էլ ձեր գործընկերների համար։ Ձեր կերպարի եւ գործարար ներկայացման մեջ ներդրումները կարդարանան։ Մասնագիտական հեղինակությունն այժմ գործում է որպես կապիտալ։ Հիշեք հավասարակշռել հավակնությունները եւ իրականությունը։ Խոհեմ պլանավորումը եւ պահեստային պլանը կպաշտպանեն ձեզ ավելորդ ռիսկից։ Եթե ստանեք ներդրումային առաջարկ կամ վարկ, ուշադիր վերանայեք պայմաններն ու դրույթները եւ փորձեք բանակցել բարենպաստ երաշխիքների շուրջ։ Կույս. ճշգրիտ հաշվարկներ եւ իմաստուն ներդրումներ, որոնք դանդաղ, բայց հաստատուն աճում են։ Փետրվարին կույսերը կհայտնաբերեն, որ կարգապահությունը շահաբաժիններ է բերում, կանոնավորությունը, մանրակրկիտ կառավարումը եւ մանրուքների նկատմամբ աչքը կվերածվեն իրական ֆինանսական առավելությունների։ Կույսերի համար բախտը կապված է ապագայում ներդրումներ կատարելու հետ, ոչ թե սենսացիան սխեմաներում, այլ ապացուցված գործիքներում, պորտֆելի դիվերսիֆիկացիա, հստակ նպատակներով խնայողություններ, ձեր առողջության եւ մասնագիտական որակավորման մեջ ներդրումներ։ Այս ամիսը բարենպաստ է խնայողական համակարգերի գործարկման, բարենպաստ պայմաններով ավանդներ բացելու կամ կենսաքոշակային կամ ապահովագրական ծրագրեր կազմակերպելու համար, որոնք վաղուց ի վեր դիտարկվել են հետոյի համար։ Ինչ անել։ Ստեղծել ներդրումային ծրագիր 6 ամսից մինչև քանի տարի տևողությամբ, ուշադրություն դարձնելով ակտիվների բաշխմանը ըստ ռիսկի եւ լրացողության մակարդակների։ Վերստուգեք ձեր պարտքերը եւ վարկի պայմանները։ Վերաֆինանսավորումը կամ համախմբումը կարող են նվազեցնել ֆինանսական ճնշումը։ Որոշումներ կայացնելիս խորհրդակցեք վստահելի խորհրդատուներով եւ մի վտանգեք ձեր սեփական մանրակրթությունը։ Ուշադիր ուսումնասիրության ձեր հակումն այժմ ձեր հիմնական պաշտպանություն է կորուստներից։
Ձկներ, ձեզ կախարդական ընկղմում է սպասվում 2026 թվականի հունվար, ինչպես լռությունն ու երազանքները ձեզ կտանին անհավանական հայտնագործությունների։ Ձկներ, 2026 թվականի հունվարը աղմկոտ գործողությունների ժամանակ չէ։ Սա ձեր հոգու օվկիանոսում խորը ընկղման ժամանակաշրջան է, որտեղից դուք կդուրս գաք ամենաթանկարժեք գանձերով, պարզությամբ, ոգեշնչմամբ և ուժով, նոր ցիկլի համար։ 17-ից սկսած բարձրագույն ուժերը ձեզ հրավիրում են լռության սրբավայր, ձեր ներքին կախարդանքը լիցքավորելու համար։ Պատրաստ եք լսել տիեզերքի շշուկները և հայտնաբերել, որ ձեր ամենամեծ ուժը միշտ թաքնված է եղել ներսում։ Գաղտնի ներդաշնակություն, Վեներան միստիկ 12-րդ տանը։ Հունվարի 17-ին սիրո, գեղեցկության և արվեստի մոլորակը Վեներան մտնում է ձեր գաղտնիքների, ենթագիտակցության, մենության և թաքնված ամեն ինչի 12-րդ տուն, և դա անում է օդային ջրհոսում։ Սա նշան է, որ խորագույն կապվածությունն ու ստեղծագործական ներթափանցումը ձեզ կհասնեն լռության, մենության կամ աշխարհի հետ անտեսանելի կապի միջոցով։ Դուք կարող եք կրքոտ ցանկանալ մենակ մնալ սիրելիի հետ, բոլորից հեռու, կամ սիրահարվել ձեր սեփական երազանքին։ Արվեստը, երաժշտությունը և միստիցիզմը կդառնան բուժման և ուրախության հզոր աղբյուրներ։ Գեղեցկությունը թաքնված է սովորականի վարագույրի ետևում։ Փոխակերպում խորություններում, մոլորակային խորհուրդ 12-րդ տանը։ Հունվարի 19-ից 23-ը ձեր 12-րդ տունը դառնում է ուժի վայր։ Վեներային միանում են Արեգակը, Մերկուրին և պատերազմող Մարսը։ Ձեր ներքին աշխարհում տեղի է ունենում հանգիստ, բայց հզոր հեղափոխություն։ Արևը հունվարի 19-ից լուսավորում է ձեր հոգու ամենաթաքնված անկյունները։ Դուք կկարողանաք հստակ տեսնել հին վախերը, թաքնված տաղանդները և կարմիկ հանգույցները, որոնք պետք է լուծվեն։ Սա ժամանակ է ինքներդ ձեզ հետ անկեղծ զրույցի համար։ Մերկուրին հունվարի 20-ից կապ է հաստատում ենթագիտակցության հետ։ Դուք կարող եք տեսնել մարգարեական երազներ, ներհայացքներ կամ պատասխաններ վաղուց ծագած հարցերին։ Զգոն եղեք և գրի առեք ամեն ինչ։ Ներքին ձայնը բարձրաձայն է խոսում։ Մարսը հունվարի 23-ից ձեզ քաջություն է տալիս անցյալը թողնելու, երկարատև իրավիճակները լուծելու և ձեր անձնական տարածքը ներխուժումից պաշտպանելու համար։ Էներգիա ներքին պայքարի համար այն բանի հետ, ինչը ձեզ քայքայում է։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ակտիվ ոչինչ չանելը, մեդիտացիան և երազների վերլուծությունը ավելի շատ արդյունք կտան, քան խելահեղ արտաքին գործողությունները։ Մեծ անցում, Նեպտունը մտնում է ձեր արժեքների տուն։ Հունվարի 26-ին ձեզ համար տեղի է ունենում պատմական, ճակատագրական իրադարձություն։ Ձեր գերագույն հովանավոր մոլորակը, միստիկ Նեպտունը, որը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է ձեր անհատականության առաջին տունը, լքում է այն և մտնում Խոյ, ձեր ռեսուրսների, փողի և ինքնագնահատականի երկրորդ տունը։ Ինչն է ավարտվում։ Ձեր էգոյի սահմանները լուծելու, ինքներդ ձեզ որոնելու, խորհրդավոր երասկոտ մարդու կարգավիճակում ապրելու դարաշրջանը։ Դուք շատ ավելի մեծ պարզություն եք ձեռք բերում ձեր ինքնանկալման մեջ։ Ինչ է սկսվում։ Սկսվում է ձեր արժեքների հոգևոր վերանայման երկար շրջան։ Մի քանի տարի։ Փողը, տաղանդները, ունեցվածքը, այս ամենը կդառնան ստեղծագործական, ինտուիտիվ և հնարավոր է շատ ակտիվ խոյերի համար կախարդանքի ոլորտներ։ Դուք կկարողանաք բառացիորեն զգալ, թե ինչպես գումար վաստակել կամ ռեսուրսներ ներգրավել ոգեշնչման միջոցով, բայց զգույշ եղեք, խոյի մեջ գտնվող Նեպտունը կարող է ձեզ մղել դեպի ֆինանսական պատրանքներ կամ հոգևորության վրա իմպուլսիվ ծախսեր։ Սովորեք տարբերակել աստվածային առաջնորդությունը գայթակղությունից։ Ձեր կախարդական նահանջի ծրագիրը։ Ինչպես օգտագործել լռության ուժը։ Որպեսզի այս եզակի ամիսը չանցնի ապարդյուն, հետևեք ինտրովերտների համար նախատեսված այս բաղադրատոմսին։ 1. Ստեղծեք լռության խորան։ Նշանակեք ձեր տան մի անկյուն, որտեղ կարող եք օրական 20 րոպե անցկացնել լիակատար լռության մեջ։ Կարող եք նայել մոմին, լսել բնության ձայները կամ պարզապես շնչել։ Սա ձեր դարպասն է դեպի 12-րդ տուն։ 2. Պահեք երազանքների օրագիր։ Տեղադրեք տետր ձեր մահճակալի մոտ։ Արթնանալուց հետո առաջին 10 րոպեները անցկացրեք գրելով այն ամենը, ինչ հիշում եք։ Փնտրեք խորհրդանիշներ և հուշումներ ձեր արթուն կյանքի համար։ 3. Ավարտեք հին գործերը։
12-րդ տանը գտնվող Մարսի ազդեցության տակ գտեք ուժ ավարտելու հին նամակը, մարելու պարտքը կամ մտքում ներելու ինչ-որ մեկին։ Մաքրեք կարմիկ բեռը։ 4. Անցկացրեք ձեր արժեքների աուդիտ։ Նեպտունի երկրորդ տուն տեղափոխվելուն պես հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչն է ինձ համար իսկապես արժեքավոր, որ նյութական ունեցվածքն է ինձ անվտանգությամբ և ուրախության զգացում պարգևում։ Ազատվեք ավելորդից։